Բարև ձեզ, սիրելի ունկնդիրներ, Փառք Աստծո, որ մենք այսօր ողջ եւ առողջին կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ եւ սովորել իրանից։ Թող Աստված մեզ իր Սուրբ Հոգին տա, մեր աչքերը հոգեվոր բացի, մեր ականջները, որպեսզի լսենք իր խոսքը, եւ մեր սիրտը բացի եւ մեր միտքը որպեսզի ընդունենք մեր մտքի ու սրտի մեջ իր Սուրբ խոսքը եւ իրագործենք մեր կյանքում Հիսուսի անունով։ Ամեն։ Ուրեմն գիտենք, որ այս երամսյակ մենք ուսումնասիրում ենք Մարկոսի ավետարանը եւ այսօր արդեն 6-րդ դասն է։ Հիշելու համարն է այն կոչվում է ներսից դուրս։ Հիշելու համարն է Մարկոս 7:15 համարը։ Դրսից մարդու մեջ մտնող ոչ մի բան չի կարող նրան պղծել, այլ նրանից դուրս եկող բաներն են, որ պղծում են մարդուն։ Ուրեմն այսօր մենք ուսումնասիրենք Մարկոս 7-րդ գլուխը եւ Մարկոս 8-րդ գլխի առաջին կեսը։ Կարդանք 7-րդ գլխի առաջինից 1-ից մինչև 13 համարները։ Փարիսեցիներն ու դպիրներից ոմանք, որ Երուսաղեմից էին եկել, նրա շուրջը հավաքվեցին եւ երբ տեսան, որ նրա աշակերտներից մի քանիսը անմաքուր ձեռքերով, այսինքն առանց լվացվելու, ռուսերեն գրած без омовения, այսինքն հատուկ ձևով լվացվելու, ծիսական ձևով, դա ծես էր, հաց են ուտում, հանդիմանեցին նրանց, որովհետև փարիսեցիները ու բոլոր հրեաները, եթե նախօրոք ձեռքերը չեն լվանում, չեն ուտում, այդ կերպ պահպանելով նախնիների ավանդույթը։ Այսինքն հատուկ ձևով, ավանդույթով, հատուկ ձևով էին լվանում։ Ինչպես նաև շուկայից վերադառնալուց հետո չեն ուտում, մինչև նախ չլվացվեն։ Շատ այլ ավանդույթներ են պահպանել, ինչպես բաժակների, անոթների, պղնձե ամանների ու անկողինների լվացումը, արդ փարիսեցիներն ու դպիրները հարցրին Հիսուսին. Ինչու քո աշակերտները նախնիների ավանդույթով չեն առաջնորդվում, այլ անլվա ձեռքերով հաց են ուտում։ Նա պատասխանեց. ուրեմն տեսեք, ուշադրություն դարձնենք, որ այստեղ հարցը ոչ թե նրա մասն է, թե ինչ են ուտում, այլ որ անլվա ձեռքերով են ուտում, որտեղ շատ մարդիկ այս մասը ապացույց են բերում, թե իբր թե հիմա կարելի է անմաքուր սնունդ ուտելը, բայց այստեղ խոսքը գնում է ոչ թե անմաքուր սնունդ ուտելու մասին, այլ անմաքուր ձեռքերով ուտելու մասին։ Եվ նորից ոչ թե իրանք կեղտոտ ձեռքերով էին ուտում, այլ հատուկ ծիսական ձևով չէին լվացվել։ Նա պատասխանեց նրանց ու ասաց. Ես այն լավ եմ արքայացել ձեր կեղծավորներից մասին ասելով, այս ժողովուրդը ինձ շրթունքներով է պատվում, իսկ նրա սիրտը ինձանից շատ հեռու է։ Զուր են պաշտում ինձ, քանի որ ուսուցանում են պատվիրաններ, որոնք մարդիկ են հորինել։ Աստծո պատվիրանները թողած մարդկանց ավանդույթներն եք պահում։ Անոթների ու ամանների լվանալը եւ սրա նման ուրիշ շատ այլ բաներ եք անում։ Սա չի նշանակում, որ Հիսուս ասում է կեղտոտ ամանով գիրեք, չէ, դա բոլորին ուրիշ ծիսական ձևի լվանալ էր։ Եվ նրանց ասաց. շատ լավ, ուրեմն Աստծո պատվիրան անարգում եք, որ ձեր ավանդույթը պահպանեք, որովհետև Մովսեսն ասել է. պատվիր հորդ ու մորդ, եւ ով իր հորը եւ մորը չարախոսի, եւ ով իր հորը եւ մորը չարախոսի, թող մահով պատժվի, բայց դուք ասում եք. եթե մեկը հորը կամ մորն ասի կորբան, սա նշանակում է այն օգնությունը, որ ինձանից ստանալու է իր Աստծուն է տրված, եւ նրան իր հոր կամ մոր համար որևէ բան անելու պարտականությունից ազատում եք, եւ Աստծո խոսքը անարգում եք ձեր ավանդույթով, որ ժառանգել եք, ու սրա նման ուրիշ շատ բաներ եք անում։ Այսինքն ավանդույթը ինքնըստինքյան վատ բան չէ։ Եթե ավանդույթը չի հակասում Աստծո օրենքին, չի հակասում Աստծո ուսմունքին, լավ է, շատ լավ է։ Բայց եթե ավանդույթը հակասում է Աստծո օրենքին, ինչպես նաև շատ անգամ ասել ենք պետության օրենքը հակասում է Աստծո օրենքին, ուրեմն մենք պետք է գերադասենք ավելի շատ Աստծո օրենքը, քան թե ավանդույթը։ Եվ այստեղ օրինակ է բերում, ասում է
Աստծո խոսքը ասում է, որ հարգիր հորդ ու մորդ։ Դա ինչ է իր մեջ ներառնում, որ երբ որ հայրն ու մայրը ծերացել են, պետք է իրենց մասին հոգ տանել։ Բայց այս մարդիկ փարիսեցիները եւ ղեկավարները հրեաների այնքան էին կուրացել փողամոլությունից, որ իրենց այդպիսի ավանդույթ էին հորինել, որ եթե դուք այդ փողը, որ նշանակված է ձեր հորն ու մորը պահելու համար, օգտանելու համասին, դուք եթե տակ եկեղեցուն ազատ եք, էլ պարտավոր չեք ձեր ծնողների առջև։ Այսինքն Հիսուս ասում է, դուք ձեր ավանդույթով խախտում եք Աստծո օրենքը։ Բա այդ մարդիկ ինչ պիտի լինեն, ով պիտի իրենց պահի, սոված մեռնեն։ Այսինքն տեսեք Աստծո խոսքին, Աստծո օրենքին դեմ գնալը ինչի է հասցնում։ Երբ որ երկրորդականը դնում են առաջնայինի տեղ եւ առաջնայինը դնում են երկրորդի տեղ։ Խոսքը այստեղ գնում է ոչ թե ուտելիքի մասին, անմաքուր կամ մաքուր, այլ կեղտոտ ձեռքերով ուտելու մասին կամ չլվացված, հատուկ ծիսական ձևով չլվացված, որ կարծես թե ինչ որ միկրոբներ են գնում մարդու մեջ, եւ Հիսուսը շարունակելով ասում է, այստեղ մի լավ խոսք ասում եմ կարդալ, ասում է պատկերացնում եք ձեր ծնողի վիճակը, երբ որ ասեք ներ իր հայրիկ կամ ներ իր մայրիկ, ես ուրախությամբ կօգնեի քեզ, բայց գումարը տվեցի տաճարին, այսինքն ինչքան ահավոր է, երբ որ մարդկանց ավանդույթը հակասում է Աստծո խոսքին, Աստծո օրենքին։ Կներեք։ Կարդանք 14 համարից սկսած։ Եվ ամբողջ ժողովրդին դարձյալ մոտ կանչելով ասաց. «Բոլորդ ինձ լսեք ու հասկացեք, դրսից մարդու մեջ մտնող ոչ մի բան չի կարող նրան պղծել, այսինքն նկատի ունի միկրոբները, բակտերիաները եւ այլն։ Կարող է հիվանդացնել, բայց չի կարող պղծել։ Այլ նրանից դուրս եկող բաներն են, որ պղծում են մարդուն, ով լսելու ականջ ունի, թող լսի»։ Խոսքը այստեղ գնում է ոչ թե ուտելիքի մասին։ Աստված երբեք ինքը իրան չի հակացում։ Ղևտացից 11 գլխի մեջ ինքը ասել է, որ այդ մսերը անմաքուր են, խոզի միսա, մկան միսա, չգիտեմ ինչի միսա, կամ ձկների մեջ էլ կար, թռչունների մեջ էլ կար անմաքուր եւ մաքուր, եւ հիմա ասма չէ իրանք մաքուր են։ Այսինքն ինչ Աստված վերցրեց եւ իրենց օրգանիզմը փոխեց։ Ոչ, այստեղ խոսքը գնում է հենց միկրոբների, ջերմերի մասին, որ կարող է գնալ չլվացված ձեռքերի հետ միասին, բայց Աստված այնքան զարմանալի պաշտպանական սիստեմ է ստեղծել մեր մեջ եւ նաեւ մեր աղեսամովսային համակարգը, որ նրանք լավ գիտեն իրենց գործը, թե ինչպես պաշտպանեն օրգանիզմը։ Եվ ասում է, ուրեմն մարդուց դուրս գալացող բաներն են պղծում մարդուն, այլ ոչ թե այն ինչ որ գնում է ներս միկրոբը կամ բակտերիան կամ չի կարող պղծել մարդուն, այլ հիմա տեսնենք, թե մարդուց ինչ է դուրս տալիս։ Երբ Հիսուսը ժողովրդից հեռացավ, ուտուն մտավ նրա աշակերտներին այն առակի մասին հարցրին նրան եւ նա ասաց նրանց. «Դուք էլ այդքան անմիտ եք, չգիտեք, որ այն ամեն ինչ դրսից է մարդու մեջ մտնում, չի կարող նրան պղծել, որտեղ նրա սրտի մեջ չի մտնում, այլ որովայնի եւ դուրս է գնում արտաքնոց ամբողջ կերածը մաքրելով»։ Նա նաեւ ասաց. «Այն, ինչ դուրս է գալիս մարդու միջից, դա է պղծում մարդուն, որովհետև մարդկանց սրտի միջից դուրս են գալիս չար մտքերը, օրնկություն, գողություններ, սպանություններ, շնություններ, ագահություն, չարություններ, նենգություն, գիջություն, նախանձ, հայոյություն, ամբարտավանություն, անզգամություն, այս բոլոր չարիքները ներսից են դուրս գալիս ու պղծում մարդուն»։ Ուրեմն խոսքը գնում էր ոչ թե ուտելիքի մասին, եւ Հիսուսը եւ աշակերտները հրեա էին, եւ իրենք երբեք չէին դնի եւ խոզի միս կամ մի անմաքուր միս ուտեին, եւ վեճը դրա շուրջը չէր,
այլ վեճը նրա շուրջն էր, որ իրանք ծիսական ձևով չէին լվացել, եւ չի կարելի իրանց ձեռքերը եւ չի կարելի այս մասը վերցնել եւ աղավաղել եւ ուրիշ նպատակով պատկերել մարդկանց, որտեղ մարդը չի կարողանում իր խորժակը զսպել եւ ուտում է այնպիսի բաներ, որ իրեն վնաս են տալիս։ Եվ ուրեմն այստեղ Հիսուսը ասում է. ձեր միջից դուրս գա այսպիսի բաները, որ դուրս են գալի, եւ այս բոլորը ինչ որ թվում է Հիսուսը, դրանք Աստծո 10 պատվիրանները խախտելու գործեր են, օրինակ, օրհնկություն, ասում է շնություն մի արա չէ, գողություն, ասում է մի գողացիր, սպանություն, մի սպանիր, ագահություն, նենգություն, գիջություն, նախանձ, նախանձը 10-րդ պատվիրանը, ասում է ոչ մի բան ուրիշի մոտ որ տեսնում ես մի ցանկացի։ Այսինքն Հիսուսը նորից ուզում է ասել, դուք Աստծո պատվիրանը թողել եք, երկրորդական եք համարում, այս բոլորը անում եք եւ չեք համարում պղծություն, բայց այն մանր բաներ, որ ասում է, մի ուրիշ տեղ ասում է, դուք քամում եք փոքր թիթեռ էր թե ինչ էր, բայց կուլ եք տալիս փղին, այսինքն այն ինչ որ կարևոր է, դուք դրա վրա ուշադրություն չեք դարձնում, այն ինչ որ կարևոր չէ, դա եք սարքում փրկության հարց, որ բոլորին կապ չունի փրկության հարցի հետ։ Ուրեմն հիշենք, որ առաջնայինը մեր կյանքում դնենք Աստծո պատվիրանները կատարելը եւ երբեք չգերադասենք երկրորդականը առաջնայինի վրա, երբեք չանենք, չընդունենք այն ավանույթները, որոնք հակասում են Աստծո օրենքին, Աստծո պատվիրաններին, Աստծո խոսքին, Աստծո կամքին։ Շարունակենք կարդալ Մարկոս 7-րդ գլուխը։ Հիսուսն այնտեղից ելավ ու գնաց Տյուրոսի եւ Սիդոնի սահմանները։ Նա մի տուն մտավ եւ չէր ուզում, որ որևէ մեկն այդ մասին իմանար, բայց չկարողացավ թաքնված մնալ։ Նրա մասին անմիջապես լսեց մի կին, ուրեմն այս Տյուրոսը, Սիդոնը դրանք հեթանոս տեղեր էին եւ հեթանոս մարդիկ էին այդտեղ ապրում։ Նրա մասին անմիջապես լսեց մի կին, որի աղջիկը պիղծ ոգով էր բռնված, նա եկավ եւ Հիսուսի ոտքերին ընկավ, այդ կինը հեթանոս էր, ասորիքի Փյունիկիից էր։ Ուրեմն Հիսուսը այստեղ ոչ մի ուրիշ հրաշք չփորձեց բացի այս կնոջ զավակին բուժելուց։ Դա ինչ է նշանակում, որ Հիսուսը հատուկ այս կնոջ համար եկավ, ինքը գիտեր այս կնոջ վիճակը, եկավ որ օգնի այս կնոջը եւ բժշկի իր աղջիկը եւ միաժամանակ դաս մատուցի իր աշակերտներին։ Աղաչում էր նրան, որ աղջիկա միջից դևին դուրս անի։ Սակայն Հիսուսը նրան ասաց. նախ թող երեխաները կշտանան, որտեվ լավ չէ երեխաների հացն առնել ու շներին գցել։ Այսինքն հետաքրքիր որ Հռոմեացին երբ որ եկավ եւ խնդրեց որ իր ծառային բուժի, Հիսուսը նման բան չասեց, չէ որ դա էլ էր հեթանոս։ Եվ ընդհանրապես, երբ որ իրան դիմում էին, ինքը անմիջապես օգնում էր առանց այլևայլ բաներ ասելու։ Բայց ինչու այստեղ Հիսուսը որոշեց այսպես պատասխանել, որովհետև իմաստ կար դրան, որովհետև հրեաները համարում էին հեթանոսներին շներ, իրանցից ցածր սորթի մարդ։ Եվ Հիսուսը այստեղ ուզում է իրենց դաս մատուցել, որ այդ պատը, որ իրանք բարձրացրել էին իրենց հպարտության, իրենց անձնասիրության պատը, որ բարձրացրել են իրենց եւ մյուս ազգերի միջև, որ իբր թե իրենք հատուկ են, իսկ մյուսներն էլ ոչ, Հիսուս ուզում է քանդել այդ պատը, ուզում է աշակերտներին ցույց տալ, քանի որ աշակերտներն էլ փոքր ժամանակ բանից դա էին լսել սինագոգում, որ մենք հատուկ ենք, որ մենք ավելի լավն ենք, ավելի բարձր ենք եւ այլն եւ այլն։ Հիսուս ուզում է այդ
այդ ինֆորմացիայից մաքրի իրենց ուղեղը, այդ սխալ ինֆորմացիայից, եւ իրենց ցույց է տալիս, որ իրանք կողքից իրենց վերաբերմունքը տեսնեն հեթանոսների հանդեպ, թե ինչքան սխալ են վարվում։ Եվ դրա համար այսպես է արտահայտում։ Հետաքրքիր որ երբ որ շուն բառը օգտագործում է, այնպիսի բառ է ասում, որ չի նշանակում դրսի շուն, այլ ներսի շուն, որ օգտվում է այդ տիրոջ բարիքներից։ Եւ ասում, բայց այս կինը չուներ հպարտություն, իր միակ նպատակը այն էր, որ ինքը իր աղջիկը բժշկվեր, նա չնեղացավ Հիսուսից, որտեղ ինքը զգում էր չնայած այդ խոսքերին, որ կարծես թե շատ մեծամիտ էի, Հիսուսի հայացքը ուրիշ բան էր ասում։ Հիսուսի հայացքը ցույց էր տալի, որ ինքը սիրում է եւ ուզում է օգնել իրան, եւ դա իրան հույս տվեց, ներշնչեց, որպեսզի ինքը շարունակի պայքարի իր երեխայի առողջության մասին եւ ինչ է ասում։ Իսկ ինքը պատասխանեց ու ասաց նրան. այո Տեր, որտեվ շներն էլ երեխաների սեղանից թափած փշրանքներով են կերակրվում։ Այսինքն եթե ինչ շուն եք համարում, օքեյ է, դերմեն իմ փայը տվեք։ Այսինքն կինը այստեղ խոստովանեց իր հավատը, որ ինքը գիտեր Հիսուսի համար իր աղջկան այդ հիվանդությունից բուժելը ընդհանրապես մի փշրանք է։ Նա շատ հեշտ կարող է այդ հարցը լուծել։ Եվ Հիսուսը նրան ասաց. այդ խոսքիդ համար գնա, դևը քո աղջկա միջից դուրս ելավ, եւ երբ իր տուն վերադարձավ, աղջկան գտավ մահճակալի վրա պառկած եւ դևին դուրս ելած։ Ուրեմն առաջին մասից մենք սովորեցինք, որ մաքուր սիրտը ավելի գիրացի է, քան թե ծեսով մաքրված ձեռքերը։ Երկրորդ դասում մենք սովորեցինք, որ Աստված տարբերություն չի դնում ոչ մեկի միջև, եւ դա էր ուզում սովորեցնել իր աշակերտներին։ Եվ կնոջ պատասխանը վկայում էր նրա հավատքի մասին։ Դստերը հեռավորությունից բուժելու հզոր հրաշքն անվանելով փշուր, նա մատնանշեց, որ Հիսուսը առանձնահատուկ զորություն ունի։ Եթե այդպիսի հրաշքը փշուր է, ապա ինչպիսին կլինի ամբողջ հացը, եւ որ իր խնդրանքը բավարարելը փոքր գործ էր նրա համար։ Հիսուսը հուզվեց եւ կատարեց նրա խնդրանքը։ Էլեն Ուայթը դարերի փափակ գրքում H340 գրում է. իր վերաբերմունքով նա ցույց տվեց, որ կինն այլևս օտար չէ Իսրայելի համար, այլ Աստծո ընտանիքի զավակն է, եւ որպես զավակ նա իրավունք ունի իր բաժինը ստանալու հոր պարգևներից։ Ինչու համար էր Աստված լույսը, ճշմարտությունը բացել հրեաներին, որպեսզի նրանք այդ լույսը տարածեին ամբողջ աշխարհով մեկ ուրիշ ազգերին, այլ ոչ թե հպարտանային, այլ ոչ թե մտածեին, որ իրենք ինչ-որ բանի արժան են, որ իրենք ավելի լավն են, քան թե մյուսները։ Ոչ, Աստված իր ողորմությամբ է իրենց բացել ճշմարտությունը, իր ողորմության համեմատ էր թափում իր օրհնությունները։ Ինչ ազգ էլ լիներ իրենց փոխարեն, Աստված դա անելու էր։ Եվ Աստված նաև թափում է իր ողորմությունները, օրհնությունները մյուսների վրա, ոչ միայն հավատացյալների վրա։ Սա մեծ դաս է մեր համար, որ շատ անգամ հավատացյալները վարվում են ինչպես հրեաները, հպարտանում են իրենց գիտելիքներով։ Աստվածաշունչը ասում է հպարտացողը թող միան, կամ ով որ պարծենում է, թող պարծենա Հիսուս Քրիստոսով, ուրիշ ոչինչով չեն կարող պարծենալ, որտեղ ինչ որ ունենք Աստծուց ենք ստացել։ Եվ սա մեծ դաս է մեր համար, որ մենք այդ լույսը, որ Աստված տալիս է, մենք տանք ուրիշներին, ոչ թե հպարտանանք իրանց վրա, որ մենք լույս ունենք, որ մենք այսքան բան գիտենք, այսքան ճիշտ ենք ապրում, իսկ դուք սխալ եք ապրում։ Մենք պետք է լույսով ծառայենք ուրիշներին եւ նրանց տանք ճշմարտությունը, դրա համար է Հիսուսը բացել մեզ ճշմարտությունը։ Ոչ միայն մեր փրկության համար, այլ նաեւ ուրիշների փրկության համար։
Մենք պիտի ուղղենք ուրիշների հայացքները դեպ Աստված եւ բացատրենք իրենց, որ ինչ որ օրհնություն ունեք այս կյանքում Աստված է տվել եւ իրեն պաշտեք, ոչ թե այդ օրհնությունները, որ Աստված տվել է ձեզ։ Դա է մեր խնդիրը, այլ ոչ թե մեզ ավելի վեր համարելը եւ վերևից նայել ուրիշների։ Կարդանք Մարկոս 7-րդ գլխի 31-ից 37 համարները։ Եվ դարձյալ Տիրոսի ու Սիդոնի սահմանից դուրս ելավ եւ Դեկապոլիսի սահմանի միջով Գալիլեայի լիճ գնաց։ Այսինքն կարծես թե շատ երկար ճանապարհով գնաց, որպեսզի ժամանակ ունենա եւ իր դասերը տա իր աշակերտներին։ Նրա մոտ մի խուլ ու համր մարդու բերեցին եւ աղաչում էին, որ ձեռքը նրա վրա դնի։ Հիսուսը նրան ժողովրդից հեռու մի առանձին տեղ տարավ, իր մատները նրա ականջների մեջ դրեց եւ թքելով դպավ նրա լեզվին, Հիսուսը դեպի երկինք նայեց, հառաչեց ու նրան ասաց. «Եփաթա», որ նշանակում է բացվիր։ Եվ նրա ականջները իսկույն բացվեցին, լեզվի կապը արձակվեց եւ վարժ խոսում էր։ Հիսուսը նրանց պատվիրեց, որ ոչ ոքի չասեն, սակայն ինչքան էլ նա պատվիրում էր նրանց, այնքան նրանք ավելի էին տարածում, չափազանց զարմանում էին ու ասում. «Սա ամեն բան լավ է անում, խուլերին լսել է տալիս, համրերին խոսել»։ Ուրեմն այստեղ հետաքրքիր է, որ շատ հետաքրքիր ձևով է բուժում Հիսուսը այս մարդուն եւ երբ որ ինքը հառաչում է, զարմանալ է ինչու է Հիսուսը այստեղ հառաչում, բայց բացատրությունը կա։ Հիսուսը դիպչում է մարդու այն հիվանդ մասերին, որոնք պետք է բուժի, բայց ինչու է հառաչում։ Նա հառաչեց, դարի փափակ է 307, նա հառաչեց այն մտքից, թե որքան ականջներ փակ կմնան ճշմարտության առջև եւ որքան լեզուներ կհրաժարվեն դավանել իրեն որպես փրկիչ։ Այսինքն Աստված ուզում է, որ մենք մեր ականջները բացենք, հոգևոր խուլ չլինենք, հոգևոր համր չլինենք։ Շատ մարդիկ այսօր գնում են եկեղեցի, բայց ամաչում են իրենց փրկչի մասին պատմելուց։ Շատ մարդիկ էլ այնպես են պատմում, որ ուրիշները ոչինչ չեն հասկանում, իրենց պերճախոսությունը ցույց տալու համար են պատմում, այլ ոչ թե պերճախոսություն պետք չէ մարդկանց վկայելու մասին վկայելու համար Հիսուսի մասին։ Մարդկանց կարող ես հասարակ խոսքերով վկայել եւ քարոզել, ոչ թե քո խոսքերն են, որ ազդում են մարդու վրա, այլ Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին է, որ ազդում է մարդու վրա։ Մենք չենք վկայում նրա կամ քարոզում նրա համար, որ մարդիկ լսեն ու ասեն. «Վայ, այս ինչ ճարտար լեզու ունի, վայ, այս ինչ սիրուն է խոսում, վայ, այս ինչ խելացի է», ոչ։ Վկայում ու քարոզում են ճշմարտությունը, որպեսզի մարդը լսի եւ դարձի գա։ Ինչքան հասարակ եւ հասանելի խոսքերով լինի, այնքան ավելի շուտ մարդը դարձի կգա։ Եվ ամեն մեկի հետ չես կարող նույն լեքսիկոնով խոսալ, նույն խոսքերով։ Պողոսը ասում է, որ ինքը տգետի համար եղավ տգետ, գրագետի համար եղավ գրագետ, այսինքն ինքը ինչ նկատի ունի, ամեն մեկի հետ իրեն հասկանալի լեզվով խոսեց։ Եթե դու գաս եւ այն մարդու հետ վկայես կամ քարոզես, որը շատ գիտելիքներ կամ կրթություն չունի եւ այնպիսի տերմիններ օգտագործես, որ այս մարդը չի հասկանում, ինչ օգուտ է այդ մարդուն հետ լսելուց։ Կարծես թե օտար լեզու լսի։ Այսինքն շատ կարևոր է, որ մենք թույլ տանք, որ Հիսուսը դիպչի մեր լեզվին եւ բժշկի, մեր առաջինը մեր մտքին դիպչի, մեր ականջները բացի, որպեսզի մենք լսենք հոգևորը, որպեսզի մենք խոսենք հոգևորը, որպեսզի մենք դավանենք իրեն։ Եվ Հիսուսը շատ տխուր էր, դրա համար էլ հառաչում է հիշելով բոլոր այն մարդկանց, շրջապատող հենց այդտեղ կանած փարիսեցիներին, բոլոր այն մարդկանց, ովքեր մերժում էին իրեն, թե որտեղ բոլորն էլ իր զավակներին, նա տխուր է, երբ որ ինչ որ մեկը չի ընդունում ճշմարտությունը, եւ դրա համար ինքը հառաչում տխրությունից։ Թող Աստված մեր վրա ուրախանա
այլ ոչ թե հառաչի մեր պատճառով։ Այս համառոտ պատմությունը նաև ցույց է տալիս, թե ինչ կարող է անել Աստված նրանց համար, ովքեր պատրաստակամ դիմում են իրեն։ Հնարավոր է դուք ունեցել եք այն փորձառությունը, երբ տատանվել եք եւ չեք կարողացել կիսվել ձեր հավատքով։ Զգացել եք, թե ինչպես ձեր լեզուն չի պտտվում ասելու այն, ինչ ցանկանում եք։ Այս հրաշքը կքաջալերի ձեզ, որ Տեր Հիսուսը կարող է բացել ձեր ականջները, որպեսզի զգայուն լինեք ուրիշների կարիքների հանդեպ եւ նաեւ Աստծո խոսքի հանդեպ, եւ կարողանաք կիսվել պատրաստի խոսքերով նրանց ճշմարտության ճանապարհին բերելու համար։ Սա է քրիստոնյայի նպատակը։ Երբ որ քրիստոնյայի սրտում ցանկություն փափակ կա կիսվելու հավատքով մարդկանց օգնելու, ճանաչելու Աստծուն, Աստված անպայման նրա լեզվին կդնի այն բառերը, որոնք անհրաժեշտ են դրա համար։ Եվ շարունակենք կարդալ 8-րդ գլխի 11-ից Մարկոս 8-րդ գլուխ 11-ից 13 համարները։ Փարիսեցիները եկան ու սկսեցին նրա հետ վիճել, նրան փորձելու համար նրա այս նշան էին ուզում երկնքից, եւ նա հոգով տրտմեց ու ասաց. Ինչու է այս ազգը նշան ուզում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս ազգին այդպիսի նշան չի տրվելու։ Նրանց թողեց, դարձյալ նավ մտավ ու մյուս կողմը գնաց։ Այսինքն, ինչ էին անում փարիսեցիները։ Ասում է, նրան փորձում էին, նրանց նշան, ով էր փորձում։ Հիսուսին, դրանից առաջ։ Սատանան, անապատում, ասում էր ստեղից քեզ գցի, այս արային արա եւ կապացուցես, որ դու Աստծո որդին ես։ Նույնը անում են փարիսեցիները, նշանակում է ով է իրենց դրթել դա արել, ում դրթումով են իրենք դա անում, սատանայի։ Որովհետև Հիսուսը հրաշք գործում էր միայն այն դեպքում, երբ որ անհրաժեշտ էր, երբ որ այդ հրաշքի կարիք ունեցող մարդը գալիս էր եւ իրեն խնդրում էր։ Երբեք նա հրաշք չի գործել, որպեսզի ապացուցի, թե ինքը Աստծո որդին է։ Այլ հրաշքը գործել է, որպեսզի մարդկանց բուժի եւ իրենց բեռը թեթևացնի, իրենց տանջանքները թեթևացնի։ Եվ դրա համար ասում է ոչ, այդ մեծամիտ ձևով, որ խնդրում ենք, թե ապացուցի, թե դու ով ես, ոչ, չեք ստանա։ Միայն խոնարհությամբ իմ մոտ եկող մարդը կստանա։ Մարիամը, երբ որ աղոթում էր եւ փառաբանում էր Աստծուն, ասում է հպարտներին դատարկաձեռն ուղարկեցիր, բայց խոնարհամիտներին, խոնարհներին լցրեցիր բարիքներով։ Աստված մի արեցնե, որ մենք փարիսեցիների պես հպարտ լինենք եւ դատարկաձեռն գնանք Աստծո ներկայությունից, այլ խոնարհ լինենք եւ լիքը բարիքներով գնանք Աստծո ներկայությունից օրհնված լինենք Աստծո ներկայության մեջ։ Եվ կարդանք վերջին տեղը այսօրվա դասի 8-րդ գլխի, Մարկոս 8-րդ գլխի 14 գլխից մինչև 21 14 համարից մինչև 21 համար։ Աշակերտները մոռացել էին հաց վերցնել։ Նավում իրենց հետ մեկ հացից բացի ուրիշ ոչինչ չունեին։ Հիսուսը պատվիրեց նրանց ու ասաց. «Զգուշացեք փարիսեցիների ու հերովդեսականների խմորից»։ Այսինքն, ինչի մասին էր զգուշացում իրանց։ Հենց նոր այդ դեպքը եղավ, որ փարիսեցիները ասին հրաշք արա մեր համար։ Նաև Հերովդեսը, երբ որ Հերովդեսի առաջ կանեց Հիսուսը, երբ որ բռնել էին իրեն, Հերովդեսը ասեց. «Այս մարդուն բուժի, հրաշք արա, այս արա, որ ես քեզ բաց թողնեմ»։ Բայց Հիսուսը չարեց, որտեղ իրեն փորձում էին, ինքը բուժում էր համաձայն հավատքի, համաձայն այդ մարդու կարիքի, այլ ոչ թե ապացուցելու, թե ինքը ով է։ Եվ ասում է իրենց պես մի եղեք։ Մի եղեք այդպես հպարտ ու անձնասեր, ինչպես որ իրենք էին։
Բայց աշակերտները նորից սխալ հասկացան։ Աշակերտները մտածում էին իրար մեջ ասում, քանի որ հաս չունենք, դրա համար է այդ ասում։ Հիսուսը հասկացավ եւ նրանց ասաց. ինչու եք մտածում, թե հաս չունեք։ Դեռ չեք հասկանում եւ չեք հիշում, ձեր սիրտն այդքան ընդարմացած է, աչք ունեք եւ չեք տեսնում, ականջ ունեք եւ չեք լսում, ու չեք հիշում, երբ այն 5 հացը 5000 մարդու համար կտրեցի, դրանց կտորներից քանի կողով լիքը վերցրիք։ Նրան ասին 12։ Իսկ երբ 7 հացը 4000 մարդու համար կտրեցի, դրանց կտորներից քանի զամբյուղ լիքը վերցրիք։ Նրանց ասին 7։ Նրանց ասաց. հապա ինչպես չեք հասկանում։ Ինչպես չեք հասկանում, որ այստեղ ես խոսում եմ ոչ թե ֆիզիկական հացի մասին, այլ բոլորին ուրիշ թթխմորի մասին։ Թթխմորը խորհրդանշում է Աստվածաշունչում երկու բան, մեկը մեղք, մյուսը ուսմունք։ Հիսուսը իրենց զգուշացնում է փարիսեցիների ուսմունքից, ասում էր իրանց պես չլինեք։ Հիսուսի խոսքերը կոչված են աշակերտներին արթնացնելու հոգևոր լեթարգիական քնից։ Եվ այդ հիշեցումները, որ ինքը տվեց, ուզում էր հասկացնել, որ կարծես թե նրանք արդեն պետք է հասկացած լինեն, որ պաշարների պարզապես սահմանափակ լինելը խոչընդոտ չէ Տիրոջ առաքելության համար։ Ամբողջ երկնքի ամբողջ այս տիեզերքի ռեսուրսները իր ձեռքում են եւ ինքը խնդրեմ չունի այդ առումով, բայց Աստծո խնդրեմը նրանումն է, որ ինքը Աստված ինքը իրեն սահմանափակել է ինչով, մարդկանց ազատ կամք տալով, ազատ ընտրություն տալով։ Եվ ինքը երբեք չի ստիպում իր փրկությունը մարդկանց վրա, այլ միայն կարող է համոզել, երբեք ինքը բռնությամբ չի գործում, այլ միայն սիրով ուզում է համոզել եւ մարդկանց հասկացնել։ Եթե բռնությամբ լիներ, ինքը ամենահզորեակն է այս տիեզերքի եւ մի վայրկյանում կարող էր իրեն հնազանդեցնել աշխարհի ամբողջ մարդկանց, բայց ինքը դրա համար չի եկել, դա Աստծո հոգին չէ, դա սատանայի հոգին է, երբ որ բռնություն է գործում։ Ուրեմն վերջում կարդանք Դարերի փափագից Էջ 395-ից 409 այսօր էլ ինչպես անցյալում, որքան տարածված է այս նենգ ու խաբուսիկ մեղքը մեր Տիրոջ հետևորդների մեջ, որքան հաճախ է մեր ծառայությունը Քրիստոսին կամ մեր հաղորդակցությունը միմյանց հետ խեղաթյուրվում ինքնամեծարման գաղտնի ցանկությունից։ Որքան հաճախ ենք պատրաստ շնորհավորանքներ ընդունելու եւ մարդկանց հավանության արժանանալու։ Եսասիրություն ու Աստծո նախանշած ճանապարհից ավելի հեշտ ուղիներ ընտրելու ցանկությունն է, որ դրդում է մեզ աստվածային պատվիրանները փոխարինել մարդկային տեսություններով ու ավանդույթներով։ Տեսնում եք, այստեղ պատճառ ասում է, թե ինչ են մարդիկ գերադասում այդ ավանդույթները անել, քան թե Աստծո խոսքը հետևել, Աստծո օրենքները, որտեղ այդ ավանդույթները հեշտ են, պետք չէ ջանք թափել։ Հեշտ են ինչ առումով, ջանք չեն պահանջում, ուղղակի կարծում ես, թե դու այդ ավանդույթը արեցիր եւ փրկվում ես, դա այդպես չէ, ավանդույթ անելով մարդը չի փրկվում, են էլ մարդկային ավանդույթներ,
են էլ ավանույթներ, որոնք հակասում են Աստծո խոսքին։ Հենց իր աշակերտներին են ուղղված Քրիստոսի նախազգուշացման խոսքերը. տեսեք եւ զգուշ կացեք փարիսեցիների եւ սադուկացիների խամորից։ Քրիստոսի կրոն ինքնին անկեղծություն է։ Նախանձախնդրությունը հանուն Աստծո փառքի շնորհվում է Սուրբ Հոգու կողմից, եւ միայն Հոգու բեղմնավոր աշխատանքն է, որ կարող է սերմանել այս շարժառիթը։ Միայն Աստծո զորությունը կարող է սրտից վտարել եսասիրություն ու կեղծավորությունը։ Այս փոփոխությունը նրա աշխատանքի նշանն է։ Երբ մեր հավատը վերջ է տալիս եսասիրության ու ձևամոլությանը, երբ այն առաջնորդում է մեզ, փնտրելով ոչ թե մեր, այլ Աստծո փառքը, մենք կարող ենք իմանալ, որ դա ճշմարիտ հավատ է։ Հայր, փառավորիր քո անունը։ Այս խոսքերը Հիսուս ասել է Հովհաննես 12:28 համարում։ Սա էր Քրիստոսի կյանքի նշանաբանը։ Եվ եթե մենք հետևենք նրան, սա կդառնա նաև մեր կյանքի նշանաբանը։ Նա պատվիրում է մեզ քայլել այնպես, ինչպես որ նա ընթացավ, եւ սրանով գիտենք, որ ճանաչեցինք նրան, եթե նրա պատվիրանները պահենք։ Առաջին Հովհաննես 2:6-3։ Ավելի պարզ հնարավոր չէ ասել։ Թող Աստված օգնի մեզ, որպեսզի այս խոսքերը մխրճվեն մեր ուղեղի մեր սրտի մեջ, որպեսզի մեր ականջները բաց լինեն։ Թույլ տանք, որ Հիսուսը դիպչի մեր ականջներին, որպեսզի դրանք բացվեն իր ճշմարտությունը լսելու համար։ Թույլ տանք Հիսուսին, որ նա դպչի մեր մտքին, որպեսզի մենք հասկանանք մեր մտքով ուղեղով նրա ճշմարտությունը։ Թույլ տանք Հիսուսին դպչի մեր սրտին, որպեսզի մեր սրտի մեջ մտնի այդ խոսքը եւ մենք կարողանանք իրագործել, եւ մեր լեզվին դիպչի, որպեսզի մենք կարողանանք դավանել Հիսուսի անունը, մարդկանց շենացնող խոսքեր ասել, իրենց դարձի բերող, ճիշտ ճանապարհին կանգնեցնող խոսքեր ասել, այլ ոչ թե սխալ ուսմունքներ մատուցել կամ սխալ բաներ։ Թող Աստված մեզ օժնի, որ այս գալող շաբաթվա բոլոր օրերի մեջ այս դասերը, որ մենք սովորեցինք, իրագործենք մեր կյանքում, որ մենք չհամարենք, որ մենք հավատացյալ ենք, բարձր ենք եւ փրկված ենք արդեն, ոչ։ Մենք պետք է մեր այդ փրկության մասին պատմենք ուրիշներին բերենք Աստծո մոտ, որպեսզի իրականում լինենք Աստծո զավակը։ Դավանենք Հիսուսին մեր բերանով, մարդկանց հասկանալի լեզվով ասենք ճշմարտությունը։ Թող Աստված մեզ օժնի այդ հարցում եւ Աստծո ողորմությամբ մինչև մյուս շաբաթ։